համակարգ։ Ես թիվ գրելու իրավունք չունեմ։ Այսինքն որ դուք նկարում եք մուտքագրում եք, բայց ժամանակ այդ տանը չապրող մարդու վրա ջրի փող որտեղից է գալի։ Այսինքն ձեր վերնախավն է անում։ Ես այս դեպքում դուրս հակ նկարում եմ, ես իրավունք չունեմ թիվ գրելու։ Դուք ջրաչափն եք նկարում եւ ուղարկում եք ձեր վերնախավին, ճիշտ է։ Այո, ես դուրս հակ է, ես բաժանորդին չեմ տեսնում, դուրս հակ նկարում եմ, որ ես մոտեցել եմ, տանը մարդ չկա, կամ այս տանը մարդ չի ապրում։ Մուտքագրում եմ։ Իսկ մի հատ խնդրում եմ այդ դեպքում հուշեք, ով է ձեր մոտ թիվը գրում բնակչի վրա, որ ծառայությունը։ Ուրեմն ես գիտեմ ձեզ ով է անհանգստացրել, 36 բնակարանը, ամեն ինչ իրանց մոտ նորմալ է կարգի։ Այ մարդ լավ իրանք են անհանգստացել, դուք ինձ ասեք ձեր մոտ թիվ գրողն ով է, այդ վարչության անունը ոնց է։ Մեր մոտ գիտեք համակարգին դուք երևի ծանոթ եք։ Երևի։ Դուք այցելում է, ուրեմն խնդրում եմ լսեք, դուք այցելում եք 2 ամիսը մեկ անգամ համակարգիչը նախորդ ամիսը ես միջին ծախսագրում, հաջորդ ամիս տեսուչը նկարում է, եթե մարդը բացակայ է եղել, մի ամիս թեկուզ, ուրեմն մենք ճիշտ մուտքագրում ենք թիվը, ինչ ավել գրված է հետ հաշվարկա կատարում։ Բաժանորդը երբեք ավել գումար չի վճարում, իր ծախսած չի։ Ուրեմն Եթե մենք լսում ենք բաժանորդներին, բաժանորդներն ասում են ճիշտ հակառակը։ Ես ստիպված եմ հավատալու բաժանորդներին։ Ես խնդրում եմ ասեք, ձեր մոտ ով է թիվը գրում։ Որ բաժինն է գրում։ Թիվ չի գրվում մեր մոտ, մեկ ամիս համակարգիչը նախորդ 3 ամիսներից միջին ծախսա դուրս բերում, հաջորդ ամիս տեսոջը որ նկատում է, եթե ավելա պակասը արդեն ճշտվում է։ Ձեր ղեկավարի ազգանունը ոնց է։ Մի րոպե տիկին, ձեր ղեկավարի ազգանունը ոնց է։ Ով է ձեր ղեկավարը։ Դուք կարող եք ճշտել։ Ձեզանից եմ հարցնում, ի՞նչ տարբերություն։ Ես ձեզանից եմ հարցնում։ Ձեր տեսուչների անմիջական ղեկավարը ով է։ Ում եք դուք ենթարկվում։ Դավիթ Հաշիվյանը նկատի ունեք։ Այո։ Դուք չեք կարող ճշտել։ Այ մարդ, ես հենց հարցնում եմ մասնագետից։ Հիմա ոնց որ ես գնամ մտնեմ Խաղմաս, ասեմ Միլպետի ազգանունը ոնց է, հերթապան ասի գնացեք ճշտեք։ Հենա եկել եմ Խաղմաս, հարցնում եմ։ Ճիշտ եմ ասում, դուք ինքներդ ճշտեք։ Բայց եթե ձեր հետույքը մաքուր է, ասեք, ով է ձեր ղեկավարը։ Մեր ղեկավարը դուք չեք Վիոլա ղեկավարը։ Այ մարդ, ես Վիոլա ջուրը չէ տակրում, ես ասում եմ տեսուչների ղեկավարն ով է։ Ուրեմն Վիոլա ջուրի կանոնակարգն է, ինչ որ մենք անում ենք։ Տիկին, դուք մայրենի լեզուն տիրապետ, դուք ում եք ենթարկվում։ Սա մասսայական բողոք է, եթե մի հոգի զանգահարեր, եթե մի հոգի զանգեր, ես չէի անդրադառնա, մի հոգի չի, հեսա ես դիմա ձեր հետ խոսում եմ, այստեղ կոմենտարյաներով մարդիկ գրում են, որ ամբողջ Վիոլա ջուրը, այկալեք մի րոպե։ Վայ, ես հիմա ձեր հետ խոսում եմ, ստեղ կոմենտարյաներով մարդիկ գրում են, որ Վիոլա ջուրը թալանում է բնակիչներին։ Մի հոգի խաբեց, 2 հոգի խաբեց, 10 հոգի խաբեց։ Հիմա մենք ձեր հետ միասին ուղիղ եթերում ենք։ Հիմա լսեք դուք ինձ, ես աշխատող եմ, ես երբեք չեմ տեսել, որ բաժանորդը իր օգտագործած ջրին մի լումա ավել վճարի։ Դուք մի լումա ավել չի վճարում, դուք թիվը գրում եք։ Լավ, հասկացա ես ձեզ։ Ուրեմն ես գուշացնում եմ Վիոլա ջրի ղեկավար կազմին, վերջ տվեք ձեր բոզի տղությանը։ Բարիս ամենաբուն իմաստով։ Ես ես կնկանել չեմ ուզում գրլեմ, որովհետև սրանց վզին էլ է դրած, որ թալանել, կեղեքել բնակիչներ, մարդը տան մեջ չի ապրում, գալում շոչիկը նկարում է ի ասելով, ղրգմա, այսինքն թվերը նույնն են, եթե այդպես է, հունվար ամսի նույն թիվն է, փետրվարին գալի նկարում է, նորից նույն թիվն է։ Այդ դեպքում առաջանում է հարց, բնակչի վրա ոնց է իջնում է թիվը։ Ոնց է իջնում։ Ասում եմ չենք վճարում, հետո տուգանք, աճում է։ Թիվը որ աճում է եւ աճում է, հետո ձեր սակ տրուբեքի, ձեր պայթած կոյուղա ջրերի խմելու ջրերի, որ խառնվե սակ իաշ, խմելու ջուր, կոյուղա ջուր, սախ կենտրոն, ով խմեմ ըլմամ մոր մաշ, դաժե ճաշը սարքը մուտում են, 2 րոպե հետո վազմ զուքարան ծռմ պռմ են, ձեր ամփոփության պատճառով դուք ձեր բոզի տղությունը բարդում եք քաղաքացիների բնվզին, բարդում եք քաղաքացիների վզին, ոչ դատախազություն կա, ոչ ԱԱՑ կա, ոչ ՄՎՏ կա, ոչ քնչական կա, ոչ բան չկա։ Որքան ասեմ Վիոլա ջուր, հենց մի հատ արի հələ։ Այ բոզի տղա, էս ինչա։ Էս ինչա։
Թիվա որ գալիս է, եթե բանը էս մի բան բնակարանն է պրոստը տղամարդել է, ասում է խերս ծծի։ Տեսու չէ, մե բարձրաձայն եք։ Մնացած են հենց բան կեթան ու դա ոչխարի նման գլուխները կաղ կեթան կվճարեն։ Վա։ Հերիքա հասարակ քաղաքացու տուն տեղը բռնաբարեք, այ բոզի տղեկ։ Վերջի գիտակցեք, որ գալու է մի պահ, մի իշխանություն, որը ձեր տունը ծծցնելու է բառ ամենաբուն իմաստով։ Battery 60%. Չի կարելի սենց։ Նույնը անում է էլեկտրոցանցերը, նույնը անում է վիոլա ջուրը։ Connected to Վա։ SQ3FE. Լևի հոսանք ծախեն, բնակիչներին բռնաբարելով, թվերն ավելացնելով, վրեկները բնկրեն։ Ես ասել եմ վիոլա ջուրը պիտի պետականացվի, վերջ։ Ալո, բարև ձեզ, պարոն Բալասանյան։ Բարև ձեզ, ո՞վ։ Ձեզ անհանգստացնում է պարոն Ղուկասյանը, Ղուկասյան Վարդանը։ Դուք դասախոս մարդ եք, մեզ դիմել են ձեզ կուրսի, այսինքն ձեզ ուսանողները, եւ ասում են, որ դուք մի խմբից, 13 հոգանոց խմբից, 11-ին դուրս եք թողել, որից 9 մասնակցել են 44-օրյա պատերազմին։ Կարող եք մեկնաբանել ոնց հաստատվել։ Ահա։ Վարդան։ Այո։ Իրեք սխալ են գրել։ Ի՞նչն են սխալ գրել։ Այդ ուսանողները իմ հավատանների 3 հոգի են ուսումնասիրել։ Բա ասում են 7 հոգի ուսումնասիրել Երևանի դասախոսի։ Երևանի դասախոսի ավարտարից։ Ահա։ Դες սխալ են ասում։ Իսկ այդ Երևանի դասախոսը ով ա եղել։ 3 հոգի են ուսումնասիրել։ Չէ, Երևանի դասախոսը ով ա եղել։ Հա, Երևանի դասախոսը 7 հոգի նա մոտ են ասել։ Այն բարակայից ուսումնասիրել են։ Դեռ 3 հոգի։ Սա 4 կուրսի ուսանողներ են, չէ։ 4 կուրս։ Ինչպես 4 կուրսի ուսանողներ են, ճիշտ է։ Դա գիտեք ոնց է։ Կորովանին ապել մի հոգի դասնալ օտանգի տակել։ Նրանց օժանդակեցի, բացատրեցի, որ պարապետապետ, այսօր կարել են օգնել են, որ հասել են իչեր 4 կուրս, Ահա։ և նրանց կուրսի ղեկավարն են օգնել են, անմեծել։ Բայց այնպիսի բան ասացել, որ մի անգամից ցել են դասի չգալ, ուրեմն մոտավորապես 50% դասերը չեն եկել։ Դասերը չեն հաճախել, չեն սովորել։ Հասկանում եք ինչու՞ն է բանը։ Արդյունքում հասել են եկավարների սինդիկվա բանը անարային էլի։ Անարային քննարկում։ Չգիտեք, պարոն Բալասանյան, հետաքրքիր է այդ ուղղակի կուրսը խումբը 13 հոգի է, որից 11-ը դուրս է մնացել, 11-ից 9 Ինչ թիվ ասել են, ես այդ թիվն եմ ասում։ Չէ, խավ են ասել։ Տեսեք, երկու տիպի խավ են արել, բայց իրենք լավ գիտեն, որ խավ են անում, չեն արել։ 12 հոգանոց խումբ է, այդ 12 հոգուց ուրեմն 3-ը իմ առարկայից երկու ստացել, եւ 10 հոգի Երևան դասախոս առարկայից 10 հոգի երկու ստացել։ Ավելի վատ։ Գիտեք, Այո։ Պատահորինակ որ ձեզ են դիմել էլի։ Ինչի։ Դիմել են նախարարի, պաշտոնապես։ Ահա։ Դիմել են մարզպետին։ Ահա։ Իրենք նայել են ամբողջը։ Այդ տղաները շատ լավ տղաներ են։ Իրենք պատերազմի մասնակից են։ Ահա։ Ես ճանաչել եմ, ես օգնել եմ որ հասել եմ 4 կուրս։ Բայց իրենց ինչ-որ մեկը հովանավոր է։ Ահա։ Ինչ-որ արխային արել։ Նրանք սկսել են հունվարից հետո հետևարից։ Ոչ մի դասի չեն եկել։ Գիտեք ինչ, պարոն Բալասանյան։ Պարոն Բալասանյան, մի րոպե, մի րոպե, պարոն Բալասանյան, 1 minute։ Փոխանակ ուրեմն մասնակցություն ձգվել է։ Գիտեք որ այդ մասնակցությունը ԱԹՍ-ների հացեցացան մասնակցությունը։ Ռադում է բանակը մարդուն է բանակ պետք է այս մարդիկ ոչինչ չգիտեն։ Բա ո՞նց են հասել 4 կուրս։ Չէ, ո՞նց եք հասել 4 կուրս։ Եթե բան չգիտեն, ինչի եք հասնում 4 կուրս։ Բացատրում են,
Գիտեք ինչ ա, ես հույս կա, որ կարող ախելքի բան սովորել։ Հիմա 4-րդ կուրսում, 3-րդ կուրսում մասնագիտական հավաքանել։ Դրանք մասնագետ դառնան, նրանք ոչինչ չեն սովորել։ Այս ուսումը վճարովի է եղել։ Պարոն Բալասանյան, այս մարդիկ վճարել են ուսման համար։ Ամեջարել են, բայց չեն սովորել։ Այսինքն, մի րոպե, դուք վճարները վերցրել եք, հասցրել եք 4-րդ կուրս, իրանք չեն սովորել, ձգել եք, բերե հարցրել եք ավարտականի վրա, ասել եք սիկտիր եղեք։ Հաջան, Շատ է լսում։ լսում եմ։ Դրանք ոչ թե հասցրել են, այլ օգտվել որ հասնեն։ Դե նույն ձևել հիմա Խմբի ղեկավարն է։ ես շատ ուրախ եմ, որ դուք խմբի ղեկավարն եք, հիմա պրոբլեմը նա է։ Իմ խնդիրը նա է, որ 9 հոգի տղա, որոնք որ մասնակցել են պատերազմին, դուք էլ եք ասում, լավա որ ասում եք, մասնակցել են պատերազմին, նո պսիխիկաները կեսի խանգարված, կեսը վախեցած, կեսը խփնված, կեսը գժված, եւ այլն, գումարները վերցնելով հասել եք 4-րդ կուրս, վերջում ասում եք սիկտիր եղի։ Վարդան շատ է դասել։ Լսում եմ։ Դուք ինչ եք ճանաչում։ Գիտեմ։ Ես 30 տարի եղել եմ Երևանի պոլիտեխնիկում, անդրեյ չեմ եղել։ 97 թվականին առաջարկ եմ ստացել, եւ եկել եմ հիմնել ես մասնակցումը, 15 տարի ես եմ եկել, հիմնադի տնօրեն եմ եղել։ Ես գիտեմ ձեր կեսագրությունը, դուք հիմա այնտեղ ռեկտորի հետ իրար եք ուտում, չգիտեմ մեկը ռեկտոր ուզում դառնա, մեկը չուզում դառնա։ Ձեր արդյունքում այս մարդիկ են տուժվել, պարոն Բալասանյան, մեր հաղորդումը հավերժ չի, ես դուք իմ ծնողի տարիքից էլ մեծ մարդ եք, ամենախորին հարգանք ունենալով տարիքի ամենախորին հարգանք ունենալով տարիքի նկատմամբ, մի րոպե, պարոն դասախոս, ես ուզում եմ ասել, որ ձեր կողմից եւ ձեր այդ Երևանի, ես չգիտեմ այդ Երևանից եկածնով ա եղել, այդ Երևանի կողմից ցուցաբերած, այդ անձի կողմից ցուցաբերած մոտեցումը պատերազմով անցած երիտասարդների նկատմամբ, կամ չպիտի սովորեին, չպիտի թույլ տալ եւ վերջ, կամ եթե թույլ եք տվել հարցել եք վերջի 4-րդ կուրս, մի հատ 3 պետք էր դնել հանուն նրա, որ մասնակցել են պատերազմին, իրանք ճակատագիրը թողնան, այս մարդը չի հասկանում։ Ուրեմն այդ ամբողջ եթե մի քիչ շարունակվեր ես կվիրավորեի արդեն, բայց հաշվի առնելով տարիքը ես բան եմ անում, գիտեք ինչ, ամբողջ խնդիրը կայանում է նրանում, ընկեր ԿԳՄՍ նախարար Տուպոյ Ժաննա Անդրեասյան։ Եթե այս